Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարույթներով երբեմն խնդիրներ են առաջանում, երբ դատարանները պատճառված վնասը հատուցված չլինելու հետ կապված դիտարկում են որպես պայմանական վաղաժամկետ ազատելուն խոչընդոտող հանգամանք, նաև շատ դեպքերում չաշխատելու հանգամանքը ևս կարևորում են և հիմնականում դնում պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու հիմքում։ Իրականում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում կարծում ենք, որ բավարար չափով աշխատանքային պայմաններ, աշխատելու հնարավորություն սահմանված չէ, հիմնականում այդ աշխատանքը նախատեսված է տնտեսակենցաղային ոլորտում աշխատանքներ կատարելուն, փոփոխությունը կարևոր է այն հանգամանքով իրական վնաս հատուցելու հետ կապված, դատարանը այս դեպքում իրավասու է լինելու անձի վրա դնել պարտականություն պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ և դատապարտյալի կողմից սահմանված ժամկետում վնասը չհատուցելու դեպքում նրա համար իրական վտանգ կառաջանա կրկին անգամ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու։ Ուստի դատապարտյալները ամեն ինչ կանեն այդ պատճառված վնասը վերականգնելու, նաև մյուս կողմից էլ սոցիալական արդարության վերականգնման տարր է պարունակում, որովհետև տուժողին պատճառված վնասները հատուցվում են և այդ կերպ ևս ապահովում է պատժի իրական նպատակները։ Սովորաբար քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների մասով հարազատների կողմից է փորձ կատարվում այդ վնասները հատուցել, քանի որ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը աշխատանք չունենալու հանգամանքով պայմանավորված իրապես ի վիճակի չի լինում վերականգնել պատճառված վնասը, բայց այս ինստիտուտը նախկինում ևս առկա էր, նախկին քրեական օրենսգրքով սահմանված էր նաև դատապարտյալը գրավոր պարտավորվածություն էր ստանում և ժամանակի ընթացքում հատուցում էր վնաս։ Տուժողին պատճառած վնասից զատ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ այլ պարտավորություններ ևս առկա են, մասնավորապես դատական ծախսերի հետ կապված, հատկապես վերջին ժամանակաշրջանում բավականին մեծ գումարների չափով դատական ծախսերի հատուցման պարտականություններ են դրվում նաև դատապարտված մեղադրյալների վրա, նույնիսկ դատարանները երբեմն համապարտության կարգով են այդ պարտավորությունը դնում, հետևաբար երկու դատապարտվածներից մեկը, եթե ավելի վաղ է նրա մոտ առաջանում պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը, ստիպված է լինում միջոցներ ձեռնարկել ամբողջ դատական ծախսերը հատուցելու, հետագայում ռեգրեսիվ իրավունք ձեռք բերելով մյուս դատապարտյալի նկատմամբ այդ գումարները հետ ստանալու առումով, բայց այս մասով գտնում ենք, որ դատարանները հենց դատավճիռ կայացնելիս դատական ծախսերը բաշխելու ժամանակ պետք է առաջնորդվեն այն քրեադատավարական նորմով, որ դատարանը դատական ծախսերը դատապարտյալների միջև բաշխում է համամասնորեն նրանց կատարած հանցանքի արարքի բնույթին վտանգավորության հանգամանքների համատեքստում։ Զեկույցներում հիմնականում դրվում է հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը, այն հանգամանքները, որոնք առկա են եղել նախքան դատապարտվելը, այսինքն հանցանքը դատավճիռ նշանակելու ժամանակ այդ հանգամանքներն են հաշվի առնում, բայց այդ հանգամանքները արդեն մեկ անգամ ըստ էության դատավճիռ կայացնելիս դատարանները հաշվի են առել, կարծում ենք, որ պետք է հաշվի առնեն դատավճիռ կայացնելուց հետո դատապարտյալի դրսևորած վարքագիծը և այլն։